Բարձր ծափահարենք Հիսուսին, բարեկամներ։ Ուրախ եմ ձեզ բոլորիդ այստեղ տեսնել։ Եվ ես եւ դուք այսօր միաբան մեկտեղ հավաքվել ենք Հիսուսի անունով։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, Հիսուսը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Ուրեմն այն հրաշքները, որ կատարել է անցյալում, կարող է կատարել նաև այսօր, եւ նա արդեն իսկ անում է։ Չպետք է բաց թողնել այս առիթը, բարեկամներ։ Այսօր բացեք ձեր սիրտը Աստծո առաջ եւ փնտրեք նրա ներկայությունը։ Աստծո ճանապարհների մեջ քայլելով, Տիրոջ տունը գնալով, մարդը կստանա այն, ինչի կարիքը իրոք ունի։ Հիսուսն ասաց. եթե դուք լինելով չար, գիտեք ձեր զավակներին բարիք անել, ապա որքան առավել Աստված կտա, որ երկնքում է։ Բայց սա էլ է գրված, որ չեք ստանում, քանի որ չար սրտով եք խնդրում։ Ուրեմն եկեք սովորենք խոսքից, թե ինչպես պետք է անենք, որ Աստծո պատրաստած բոլոր բարիքները ճաշակենք, քանի որ Աստված ամեն բարի բան իրեն սիրողների համար է պատրաստել, որ իր զավակները վայելեն ամեն օրհնություն։ Մարդը պետք է ամենից առաջ իր հայացքը ուղղի Հիսուսին եւ ասի. խնդրում եմ, ինձ սովորեցրու քեզ նման լինել, քանի որ Սուրբ գրքում Աստված մեզ խոստանում է սովորեցնել ու առաջնորդել մեր կյանքի բոլոր բնագավառներում։ Նա մեզ համար ամեն բան արդեն պատրաստել է։ Մեզ մնում է միայն փնտրել նրա երեսն ու մեր առաջ կբացվեն նրա խոսքի հայտնության դռները։ Մենք կսովորենք ինչպես վերցնել մեզ հասանելիք օրհնությունները։ Աստված ոչ մի պայքարում չի պարտվում, եւ մենք տեղ զբաղեցնելով նրա բանակում, մեր կյանքի յուրաքանչյուր պատերազմում հաղթող դուրս կգանք Հիսուսի անունով։ Ես սա վկայում եմ ձեզ, քանի որ դեռ մանուկ հասակից հետևում եմ Հիսուսին եւ նրա մեջ ես միայն բարիք եմ տեսել ու ճաշակել, բարեկամներ։ Փառք Աստծուն դրա համար։ Դուք նույնպես կարող եք ճաշակել Աստծո բարությունը։ Մի ասեք, որ դուք արդեն ծեր եք։ Մովսեսը 80 տարեկան հասակում սկսեց իր ծառայությունը։ Եբրայեցիս 11-րդ գլուխը խոսում է հավատի հերոսների մասին։ Եկեք կարդանք 32-րդ խոսքից։ Եվ էլ ինչ ասեմ, որ ժամանակս բավական չէ, որ պատմեմ Գեդեոնի, Բարաքի, Սամսոնի, Հեփթայեի, Դավթի եւ Սամվելի եւ ուրիշ մարգարեների համար։ Հեղինակը ամեն բան այստեղ զետեղել չի կարողացել, քանի որ այնքան շատ բան կար ասելու, բայց մենք այսօր որոշ սերտողություն կանենք այս խոսքերի շուրջ։ Ուզում եմ մի փոքր խորենք Գեդեոնի կյանքից։ Գեդեոնը մեկն էր, ում Աստված օգտագործեց իր ժողովրդին 7-ամյա պաշարումից ազատելու համար։ Հիմա Ֆերդինանդեսը մեզ համար մի երգ կկատարի, որը կոչվում է Կիսոն գետ, Արմագեդոնի դաշտի շրջակայքում գտնվող գետի մասին։ Ես երբեք այսպիսի գեղեցիկ երգ չէի լսել։ Այդ ճակատամարտը երևի մարդկության պատմության կարևորագույն իրադարձություններից մեկն է լինելու։ Երբ Երուսաղեմից մեքենայով վարում ես դեպի Նազարեթ, սարի վրա երևում է Արմագեդոնի դաշտավայրը, որտեղ մարդիկ սպասում են, որ տեղի կունենա համաշխարհային երրորդ պատերազմը, որն ըստ երևույթին կդառնա նաև աշխարհի վերջին պատերազմը։ Ըստ որոշ աստվածաբանների, այդտեղից մոտ 18 մղոն հեռավորության վրա գտնվում է Թաբոր լեռը, որի մոտակայքում էլ Կիսոն գետն էր։ Պատմության մեջ հիշատակվում է Քանանի Հաբին թագավորի եւ նրա զորագլուխ Սիսարայի մասին, որ Իսրայելին շուրջ 20 տարի պահել են ճշմարտ տակ։ Այս թագավորի զորքն ուներ 900 երկաթե կառք, որոնց անիվների վրա կային թրեր։
որոնք կտրում էին մոտ եկող մարդկանց ոտքերը, որի պատճառով ոչ ոք դրանց մոտենալ չէր կարողանում, ոչ էլ հնարավոր էր նետահարելով դրանց վնասել, քանի որ ամբողջովին երկաթե սրերով էին պատված, իսկ նրանց հետևակային զորքը, ըստ հրեա պատմաբանների, 300,000 էր։ Այդ ժամանակ Բարակը Աստծո հրամանով հավաքում է 10,000 տղամարդ և ուղևորվում Թոբար լեռ, որտեղ պետք է տեղի ունենար ճակատամարտը, իսկ Դեբորան, որպես Իսրայելի մարգարե, նույնպես գնում է մարտադաշտ, որ Տիրոջ խոսքը փոխանցի զինվորներին։ Բարակը, որ Իսրայելի զորքի զորավարն էր, անգամ մի էշ չուներ, որին հեծելով գնար պատերազմ։ Նա գնում էր քայլելով։ Թվում էր Իսրայելի համար հաղթանակը անհնարին էր, և բոլորը պետք է հաշտվեին այդ մտքին, բայց Աստված մի շատ գեղեցիկ բան արեց, բարեկամներ, նա մեծ փոթորիկ բարձրացրեց, այնպիսին, որ անգամ Սան Սեբաստիայում չի եղել։ Այդ փոթորիկը ամբողջովին տակնու վրա արեց դաշտավայրը, իսկ երկաթե կառքերը չկարողացան անցնել դրա միջով և ընկան տիղմի մեջ, որտեղ շատ սուր քարեր կային, և կառքերն ու ձիերը այլևս ոչինչ անել չկարողացան։ Արդյունքում Իսրայելի բանակը հաղթանակ տարավ, բայց ընդամենը մի քանի տարի անց Իսրայելի ժողովուրդը նորից հայտնվեց մադյանացիների ձեռքում, քանի որ նորից մեղանչեցին Աստծո դեմ, մինչև Սուրբ Հոգու հետ սերտ հարաբերություն ունենալը մարդու մոտ հաճախակի կլինեն հոգևոր անկումները, բայց երբ թույլ տաք, որ Աստված աշխատանք կատարի ձեր սրտի հետ, նա արդեն կկարողանա ամեն անգամ ձեզ բարձրացնել ու օրհնել։ Հակառակ դեպքում դուք ձեր ընկած վիճակում այդպես էլ կմնաք։ Եվ այսպես ինչ էին անում իսրայելցիները։ Նրանք հավաքում, ամբարում և պահում էին իրենց բերքը քարանձավներում ու սարերի վրա, որտեղ մադյանացիները հասնել չէին կարող, քանի որ նրանք ավերում գողանում էին իրենց ձեռքի տակ եղած ամեն բան, ինչ պատկանում էր Իսրայելին։ Իսրայելը դարձել էր սնանկ և աղքատ երկիր, և այդ ժամանակ նրանք սկսեցին նորից փնտրել Աստծուն աղոթքով։ Աստծուն մոտենալը հաճախ զոհաբերություն է պահանջում։ Կան մարդիկ, որոնք փոխվում են եղանակի հետ, բայց Աստված սիրում է կայունություն և հավատարմություն։ Փոփոխական մարդը հակված է սխալ որոշումներ կայացնելու, և այսպես Իսրայելի ժողովուրդը աղաղակեց Աստծուն, և Աստված նրանց մի մարգարե ուղարկեց։ Ինչու մարգարե։ Քանի որ մարգարեի կամ քարոզչի գործն է Աստծո խոսքը փոխանցելը, նրանց գործը քաղաքականությամբ զբաղվելը չէ, նրանք կամ պետք է լինեն ամբիոնների հետևում քարոզելիս, կամ ամբիոններից դուրս ծնկները ցալված, Աստծո երեսը փնտրելիս, քանի որ Աստված այդ մարդկանց կանչել է իր ժողովրդին հայրություն անելու։ Այսպիսի մարդկանց կարիքը շատ կա, նրանք ստիպված են ամեն բան մի կողմ դնել և զբաղվել եկեղեցու հարցերով։ Նրանք պետք է ամեն բան թողնեն և կենտրոնանան միայն իրենց ծառայության վրա, մշտապես փնտրեն Աստծուն և նորոգեն իրենց անձը։ Եվ ինչ եղավ։ Աստված բարձրացրեց մի երիտասարդի, ով հասկացել էր Տիրոջ պատգամը։ Նա գնաց Իսրայելի հյուսիսից հարավ, արևելքից մինչև արևմուտք և քարոզեց առավոտից մինչև ուշ երեկո ասելով. Տերն ասում է, ես հանեցի ձեզ Եգիպտոսից, ես ձեզ բերեցի մինչև այստեղ և պատվիրեցի ամորացիների աստվածներին չծառայել, բայց դուք ծառայեցիք նրանց։ Հիմա դուք պետք է դարձի գաք, ասաց Գեդեոնը։ Գեդեոնի հայրը աղքատ էր, իսկ նա տան փոքրն էր, բայց այն պահից սկսած, ինչ նա լսեց Աստծո խոսքը, Աստված հրեշտակ ուղարկեց, որ պահպանի նրան։ Եթե այսօր դուք ևս լսեք Աստծո ձայնը, ապա նա ձեզ մոտ էլ հրեշտակներ կուղարկի ձեզ պաշտպանելու, առաջնորդելու և ձեր առաջ դռներ բացելու համար, որպեսզի համարձակությամբ Աստծո կամքը կատարեք, զանազանելու որն է բարին ձեզ համար և դա ամուր պահել։ Եվ հրեշտակը հայտնվելով Գեդեոնին ինչ ասաց, դատավորաց 6:12, և Տիրոջ հրեշտակը նրան երևաց և ասեց.
ով հզոր զորավոր, Տերը քեզ հետ։ Գեդեոնը միանգամից փշաքաղվեց։ Հիմա կարդանք, թե նա ինչ է պատասխանում հրեշտակին, 6:13։ Եվ Գեդեոնը նրան ասաց. «Օ Տեր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչու համար այս բոլոր բաները մեզ հասան»։ Կարծես նա ասեր. հրեշտակ, Աստված այլևս մեզ հետ չէ, նա կարծես մտքի պատերազմի մեջ լիներ, արդյոք Աստված նրանց դեռ հիշում է, թե նա արդեն վաղուց լքել է իր ժողովրդին։ Եվ այսպես է շարունակում, 13. Ուր են նրա ամեն հրաշքները, որոնք մեր հայրերը մեզ պատմում են ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց, բայց հիմա Տերը մեզ մերժել է և մեզ մադիանացիների ձեռքն է մատնել։ Գեդեոնը սկսում էր իր հավատի քայլերը։ Երբ մարդը սկսում է հավատի քայլեր անել և հավատալով խոսել, դա Աստծուն շատ է դուր գալիս։ Ինչպես օրինակ, երբ հռոմեացի հարյուրապետը ապշեցրեց Հիսուսին, գալով նրա մոտ և խնդրելով, որ բուժի իր ծառային, և երբ Հիսուսը համաձայնեց գնալ նրա տուն, հարյուրապետն ասաց, որ ինքը արժանի չէ Հիսուսին իր տանը ընդունելու։ Նրա համար բավական կլինի միայն Հիսուսի արձակած խոսքը, քանի որ հավատում էր, որ անգամ խոսքով Հիսուսը կարող է հեռավորության վրա հրաշքներ գործել։ Եվ ասաց Հիսուսին. «Ես ծառայում եմ Կեսարին և ունեմ զինվորներ, որոնք ծառայում են ինձ։ Երբ ես նրանց ասում եմ այսինչ բանն արեք, նրանք գտնվելով իմ իշխանության տակ կատարում են իմ ցանկացած հրաման»։ Եվ Հիսուսն ասաց. «Անգամ Երուսաղեմում ես նման հավատ չտեսա, այնպես որ դուք նույնպես կարող եք զարմացնել Աստծուն հավատով և Սուրբ Հոգու զորությամբ»։ 14. Եվ Տերը նրան նայեց և ասեց. «Գնա քո այդ զորությունովը և ազատիր Իսրայելին մադիանացիների ձեռքիցը, ահա ես եմ քեզ ուղարկում»։ Գեդեոն, դուրս արի քո կարողությունների շրջանակից, այստեղ հավաքված յուրաքանչյուրը դուրս եկեք ձեր հնարավորության սահմաններից, քանի որ Տիրոջ ձեռքն է ամեն բան անողը։ Այն պահից, ինչ դուք սկսում եք ձեր հոգևոր կյանքի ուղին, սատանան անում է ամեն բան, որ ձեզ շեղի և անհաջողակ դարձնի, բայց դուք դեմ կանգնեք նրա բոլոր հնարքներին Հիսուսի անունով։ Գուցե մեկի երեխան անբուժելի հիվանդ է, մյուսի ամուսնությունը կործանման եզրին է, մեկը ունի ֆինանսական խնդիրներ, այս բոլոր իրավիճակները մարդուն դրդում են սխալ քայլեր անել, բայց դուք չպետք է հանգամանքներին զոհ գնաք, քանի որ դուք Հիսուսի թիմից եք։ Եթե ձեր կյանքում ինչ-որ մեղք կա, նախ ազատվեք դրանից և ամուր կառչեք Աստծուն։ Միայն Աստծո հզոր ձեռքը կարող է փրկել ու ազատել ձեզ ձեր ցանկացած խնդրից, ինչպես հազարամյակներ առաջ ազատեց Իսրայել ժողովրդին Գեդեոնի միջոցով։ Դուք միայն պետք է հաստատուն կանգնեք Աստծո խոսքի մեջ, կասեցնեք սատանայի գործը ձեր կյանքում նրան հակառակ կանգնելով։ Աստված ուզում է, որ դուք նրա հզոր մարտիկները դառնաք։ Նա ուզում է օրհնել ձեզ մեծագույն օրհնություններով, բայց դուք պետք է թույլ չտաք, որ ամեն անգամ չարը գա և հափշտակի Աստծո ուղարկած օրհնությունները ձեր կյանքում։ Հիմա եկեք անդրադառնանք Աստվածաշնչյան մեկ այլ պատմության։ Բացենք Ելից գիրք 7-րդ գլուխ։ Այստեղ հետևյալն է գրված. Տեր Աստված պատվիրեց Մովսեսին գնալ Փարավոնի մոտ և ներկայացնել իրեն ու իր Աստծուն։ Աստված Մովսեսին նաև զորություն տվեց, քանի որ Աստված ում պատվեր է տալիս, նա նաև նրան զորություն է տալիս իր խոսքը կատարելու համար, որպեսզի երկրի վրա մարդիկ դառնան իրական քրիստոնյաներ և լինեն Հիսուսի ներկայացուցիչը։ Ելից 7:8-9 Եվ Եհովան խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ ասելով. երբ որ Փարավոնը ձեզ հետ խոսե և ասե. ձեզ համար հրաշք ցույց տվեք, այն ժամանակ ասիր Ահարոնին. վեր առ գավազանդ և գցիր Փարավոնի առաջին, նա վիշապ կդառնա։ Եվ Փարավոնը պատասխանեց. այդ դեպքում ինձ մի բան ցույց տուր, որ ես հավատամ քո խոսքին։ Կարդանք 10-րդ խոսքը։ Եվ Մովսեսն ու Ահարոնը մտան Փարավոնի մոտ և Եհովայի պատվիրածի պես արին։
Եվ Ահարոնն իր գավազանը գցեց Փարավոնի առաջին եւ նրա ծառաների առաջին եւ վիշապ եղավ։ Սա իհարկե շատ մեծ նշան էր։ Մովսեսը գցեց իր գավազանը եւ այն օծ դարձավ։ Դա իրական հրաշք էր։ Աստված գիտի հրաշքներ կատարել, բարեկամներ։ Ես նաև չգիտեմ, թե նա ինչպես է բուժում արթրիտը, բուրսիտը կամ սրտի արատները։ Այսօր եւս այս վայրը կարող է լցվել հրաշքներով, եթե լինեն հավատացողներ, բայց եթե մեկը չի հավատում, ապա ցանկացած հրաշք նրա համար անհնարին կլինի։ 11. Փարավոնն էլ իմաստուններին եւ կախարդներին կանչեց, եւ Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդություններովը այնպես արին։ Փարավոնի քրմերը նույնպես գցեցին իրենց գավազաններն ու դրանք օձեր դարձան։ Փարավոնը գուցե Մովսեսին ասաց. «Օ, իրոք Աստված քեզ է ուղարկել»։ Գուցե ասես, որ իմ քրմերին նույնպես քո Աստվածն է ուղարկել։ Բայց կարճ ժամանակ անց բոլորը կրկին ցնցվեցին։ Ահարոնի օծ դարձած գավազանը կերավ մոգերի օծ դարձած գավազաններին։ Ով կարող էր պատկերացնել, որ այդպիսի բան տեղի կունենա։ 12. Եվ ամեն մեկն իր գավազանը գցում էր, եւ վիշապներ էին դառնում, բայց Ահարոնի գավազանը նրանց գավազաններին կուլ տվեց։ Բարեկամ, այնինչ ներկայացնում է հակառակորդը կեղծիք է եւ խաբկանք, բայց այնինչ Աստծուց է, իրական է։ Եթե դուք Աստծո զավակ եք եւ մեկն անիծել է ձեզ, մի ընդունեք այդ անեծքը եւ ձեզ ոչինչ չի պատահի։ Մի հավատացեք անեծքին, այլ հավատացեք օրհնությանը, ինչպես գրված է Թվոց 23:23-ում։ Հակոբի դեմ ոչ մի կախարդություն չի գործի։ Հակոբ այսօր դուք եք, բարեկամս։ 12. Եվ ամեն մեկն իր գավազանը գցում էր եւ վիշապներ էին դառնում, բայց Ահարոնի գավազանը նրանց գավազաններին կուլ տվավ։ Այսպիսի նշաններով Մովսեսը ցույց էր տալիս, որ Աստծուց է ուղարկված։ Բայց Փարավոնը կարծես չէր ուզում համոզվել եւ երկար ժամանակ փորձեց Աստծուն։ Նա իրեն, իր ժողովրդին ու երկրին շատ փորձանքների միջով անցկացրեց, մինչև դարձի եկավ եւ թույլ տվեց, որ Իսրայել ժողովուրդը լքի իր երկիրը, բայց երբ իսրայելցիները հեռացան, կարճ ժամանակ անց նա զղջաց, որ նրանց ազատ է արձակել։ Նա որոշեց գնալ եւ կործանել այդ ժողովրդին, բայց փոխարենը մահացավ եւ կործանվեց ինքը եւ իր բանակը։ Դա աշխարհի հզորագույն բանակն էր, բարեկամներ, որն ուղղակի սուզվեց կարմիր ծովի ջրերի մեջ, քանի որ Աստծո ժողովրդի մահն էր ուզում։ Աստծո ժողովուրդը միշտ ունի լիազորություն կատարելու Աստծո գործը անկախ ամեն բանից։ Մենք նույնպես լիազորված ենք անելու այն, ինչ Աստված մեզ պատվիրել է անել։ Ես անհամբեր սպասում եմ, թե երբ ենք մենք Հովիվ Հայմեի հետ միասին աղոթելու։ Իսկ հիմա իրական կյանքի պատմություն, խնդրեմ։ Երեսունութ տարեկանում հղիացա եւ մինչեւ 5 ամսեկան ինձ մոտ ամեն բան կարգին էր, բայց հետո արյանս ճնշումը կտրուկ բարձրացավ, այն աստիճան, որ բժիշկը մայրիկիս ասաց, որ ոչ իմ, ոչ երեխայիս համար հույս չի լինի բնական ճանապարհով ծննդաբերելու եւ առաջարկեց վաղաժամ ծննդաբերություն։ Նիգելը ծնվեց կեսարյան հատմամբ 2014-ի օգոստոսի 18-ին։ Տղաս ծնվեց 6 ամսեկան հասակում եւ կշռում էր ընդամենը 1477 ֆունտ։ Նա ուներ տեսողության խնդիր եւ կարիք կար, որ վիրահատության ենթարկվեր, բայց քանի որ նրա քաշն այդքան փոքր էր, անգամ վիրահատության համար շատ մեծ ռիսկեր կային։ Մինչ նա դեղորայքային բուժում էր ստանում, պարզվեց, որ նա գլխի եւ ուղեղի հետ կապված եւս խնդիրներ ուներ։ Միշելը եկավ ինձ մոտ։ Նա եւ իր մայրը պատմեցին, թե ինչ է տեղի ունեցել նրա որդու հետ,
Եվ մենք սկսեցինք աղոթել։ Մի քանի օր անց բժիշկն ասում է, որ կփորձի անել հնարավոր ամեն բան, բայց տղայի վիճակն իրոք շատ ծանր է, եւ նա դժվար թե ապրեր։ Տղաս նաև կաղ էր, եւ բժիշկներն անգամ հույս չէին տալիս, որ նա կքայլի, եթե անգամ ողջ մնա։ Միակ գործս նրա հավատը հաստատուն պահելն էր։ Կարդում էի, ինչպես ձեռք բերել օրհնություն գիրքը, Աստվածաշնչի հետ այս գիրքը ինձ համար օրհնություն էր։ Նրան միշտ հուսադրող խոսքեր էինք ասում, որ նա իր էմոցիաների գիրկը չընկնի։ Աստված խոսեց իմ սրտի հետ եւ ասաց, որ երեխայիս կյանքը պետք է վստահեմ նրան, եւ շատ կարճ ժամանակ անց ես տեսա իրավիճակի փոփոխություն։ Նախ երեխայի տեսողությունը վերականգնվեց։ Հետո նրա վիճակն այնքան կայունացավ, որ բժիշկներն արդեն հանձն առան նրան վիրահատել։ Վիրահատությունից հետո նրա վիճակը վատ էր, բայց Աստված շարունակում էր գործելը։ Շուտով նրան արդեն պալատ տեղափոխեցին, քանի որ նա արդեն բավականին լավ էր։ Ես ողջ ընթացքում աղոթում էի եւ մտքով պատրաստ էի ցանկացած լուրի, բայց Տերը հրաշքներ էր գործում եւ ինձ զարմացնում էր։ Միգելը հաղթահարում է առողջական խնդիրները եւ 3 ամիս անց դուրս գրվում հիվանդանոցից։ Այսօր նա 8 տարեկան է, կատարյալ առողջ եւ աշխույժ։ Այնքան երջանիկ եմ, քանի որ Աստված ինձ կյանք տվեց։ Նա գնում է լողի եւ ձյուդոյի։ Նա նաեւ դպրոց է հաճախում եւ բոլորովին չունի որևէ բարդություն կապված ուղեղի եւ գլխի հետ։ Նրա բոլոր ուսուցիչներն այնքան գոհ են իմ որդուց եւ միաբան ասում են, որ նա իսկական օրհնություն է։ Նա անգամ քայլելու հետ կապված ոչ մի խնդիր չունի։ Աստված կատարելապես բժշկել է նրան։ Նա անգամ անգիր գիտի Սաղմոս 23-ը։ Տերն է իմ հովիվը եւ կարոտություն չեմ ունենա, նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ եւ հանդարտ ջրերի մոտ տանում ինձ, իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներում իր անունի համար, թեև գնամ մայի շուքի ձորում, չար բանից չեմ վախենա, որովհետեւ դու ինձ հետ ես, քո գավազանն ու քո ցուպը նրանք մխիթարում են ինձ, դու իմ առաջ սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց, դու իմ գլուխը օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լիքն է, հենց բարիք եւ ողորմություն կգան իմ ետևից իմ կյանքի բոլոր օրերում եւ Տիրոջ տանը կբնակեմ, ամեն։ Երբ խոսում է Աստված, հրաշքներ են տեղի ունենում, հրաշքը հրաշքի ետևից։ Ամեն անգամ ուրախանում եմ, երբ տեսնում եմ Միգելին ողջ եւ առողջ, նա Աստծո մեծ հրաշքի կենդանի վկայությունն է։ Սիրում եմ քեզ, Հիսուս։ Հիմա խնդրեմ առաջին հարցը, պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանել։ Դոկտոր Սուարես, բոլոր բժիշկները աթեիստ են։ Կան բժիշկներ, որ Աստծուն չեն հավատում եւ իրենց կոչում են աթեիստ, բայց նրանց կողքին կան նաեւ բժիշկներ, որ հավատում են Աստծուն։ Դա յուրաքանչյուր անհատի անձնական որոշումն է։ Նույնը կարող ենք ասել ոստիկանների, առևտրականների, ցանկացած մասնագիտության տեր մարդկանց համար։ Եթե մարդը չի ընդունում Աստծուն, այդտեղ մասնագիտական ուղղվածությունը նշանակություն չունի։ Եվ նույնը հակառակը, այսօր շատ բժիշկներ կան, որ հաճախում են եկեղեցի եւ պաշտում են Աստծուն։ Մի անգամ Ռիոյում էի, Բրազիլիայի մամուլի ասոցիացիայի դահլիճում ծառայության։ Ուրբաթ կեսօրին այնտեղ մոտ 400 մարդ կար եւ լսեք, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ։ Մի երիտասարդ ոտքի կանգնեց եւ շատ վատ տոնով սկսեց այսպես կանգնած խոսել ինձ հետ։ Դոկտոր Սուարես, ես արդեն ապակինվել եմ։ Կարող եմ դադարեցնել դեղ ընդունելը։ Հետո ես ասացի, ով ասաց ձեզ դեղ ընդունել։ Բժիշկը։ Ուրեմն հարցրեք բժշկին։ Հետո ես ասացի, այստեղ քանի բժիշկ կա։ Իմ հարցին արձագանքեցին 7 հոգի։ Ձեզանից որևէ մեկը կասի այս երիտասարդին իր բուժումը դադարեցնել։ Ոչ, դա նրա բժշկի գործն է։ Նա գիտի նրա պատմությունը։ Այո, ես նույնպես չեմ կարող իմանալ, բայց այդ հարցը հատուկ կազմակերպված էր, որ ես խոսեի, իսկ լրագրողն արձագանքեր իմ պատասխանն ու հետագայում դա օգտագործվեր իմ եւ իմ ծառայության դեմ։ Երկրորդ հարցը, խնդրեմ։ Դոկտոր Սուարես, ինչպես պատրաստվենք վերջին ժամանակներին։
Նախ պետք է լուծեք ձեր փրկության հարցը, այնուհետև ստեղծեք սերտ հաղորդակցություն Աստծո հետ։ Հիսուսն ասաց. ով միջև վերջ համբերի, կան մարդիկ, ովքեր չեն համբերում, կգան փորձություններ, բայց մեր Տերը զգուշացրել է. աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց ես հաղթեցի աշխարհին։ Այսինքն, ինձնից եւ ձեզանից է կախված ձեր հաղթանակը, որովհետեւ նա եկավ օրինակ ծառայելու։ Ամեն ինչ Հիսուսն արեց մեր փրկության համար էր։ Նա Աստծո որդին էր, բայց նա չեկավ որպես Աստծո որդի։ Նա եկավ որպես սովորական մարդ, ինչպես մենք ենք։ Նա սահմանափակված էր ժամանակի տարածության մեջ եւ այդ կարգավիճակում այսպես խոսեց. որովհետև ես իմ իշխանությամբ չեմ խոսում, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա է ինձ ասում, թե ես ինչ խոսեմ։ Նույնը պետք է անենք մենք, խոսենք ոչ թե այն, ինչ մտածում ենք կամ կարծում, այլ այն, ինչ մեզ ներշնչում է Աստծո հոգին, ոչ թե այն, ինչ մենք ենք ուզում, այլ այն, ինչ Աստված է մեզ պատվիրում։ Այդ դեպքում մենք մարդկանց կբարձրացնենք եւ նրանց խնդիրներին լուծումներ կտանք։ Աղոթենք. Հայր, ես գալիս եմ քո ներկայության մեջ եւ խնդրում եմ այս մարդկանց համար, որ այստեղ են, նրանց համար, որ տանն են, նրանց համար, ովքեր քո օրհնության կարիքն ունեն հիմա։ Աստված իմ մեկնիր ձեռքերդ բուժելու, ազատագրելու, հրաշքներ գործելու համար։ Ես վստահ եմ, որ դու հիմա կպատասխանես, քանի որ ես հիմա օգտագործելու եմ քո զորությունը, այն զորությունը, որը դու տվել ես բոլոր նրանց, ովքեր հավատում են։ Իսկ ես հավատում եմ եւ կապում եմ սատանային, դուրս եմ վռնդում դևերին, որպիսի բուժվեն հիվանդներ եւ այս մարդիկ ճաշակեն քո ներկայությունը։ Ես հրամայում եմ այս չար ուժին, որը մտել է այս կյանք եւ դարձել ցավի աղբյուր, որը չի անցնում։ Լինի դա սաստիկ գլխացավը, լինի դա հիվանդություն, որով երկար ժամանակ մարդիկ տառապում են, լինի ոտքի, ծնկի, կոճի, շնչառության, տեսողության, լսողության եւ մտքի ցանկացած խնդիր։ Ես հիմա կապում եմ Հիսուսի անունով։ Դուք հիմա կստանաք ազատագրություն, ասում եմ քեզ հիվանդություն, հիվանդության ոգի, հեռացիր, ես հրամայում եմ, ես խոսում եմ Տեր Աստծո տված խոսքի իշխանությամբ, այդ խոսքը այրում է քեզ հիմա չարիք, դու հիմա հեռանալու ես, որովհետև այլևս չես կարող մնալ եւ չես մնալու, այս չարիքը հիմա անհետանալու է, սկսեք հրամայել, որովհետև Աստված հիմա գործելու է, այս ցավը, որ տանջում է Իրանի մեջ, որը մարդուն հաշմանդամ է դարձնում, գուցե մեկը կարողանում է քայլել, բայց ամեն կերպ փորձում թաքցնել իր մեջ եղող ցավերը, որ մարդիկ չտեսնեն, բայց նրա վիճակը սարսափելի է։ Էй դև, ես հրամայում եմ հեռանալ գլխի վրայից, մինչև ոտքերի ներպանները, միացեք ինձ եւ հովիվ հայմեին Տեր Հիսուսի անունով։ Ես քեզ ասում եմ, հեռացիր եւ դուրս արի հիմա։ Ասեք ինձ հետ Հիսուսի անունով, դուրս արի։ In the name of Jesus, be gone. Whoa!